ձեզ լսողներից շատերը ինձ շատ են հարցրել թուղթուգրի մասին, ինչ կարծիք ունեք, արդյոք դրանք կարող են ազդել մարդկանց կյանքի վրա։ Դե նայեք, ռադիկալ եվրեյները, էվոկացիչկաները կանես, այս պապակով, իրանք վարսավերանցում իրանց մազերի չեն տալ։ Ինչու համար։ Որովհետև ԴՆԹ-ն մազի մեջ կա։ Ու ամերիկանցիք են էքսպերիմենտ աղել 92 թիվում անցյալ դարում։ Բռնել են եղունգները, մազը և մազոկը լեզվից։ Ու 400-500 կիլոմետր հեռացրել են այդ մարդուց։ Դեղել են վսոկաչուտվիցիոնի դատчикներ դրել և իրան ուղղի վրա են դրել այդ աղջկան։ Ու ցույց են տվել լիքը կինոներ, դաժան բաներ, ռոմանտիկ, ու նույն ռեակցիան այդ կոլբան ա տվել 400 կիլոմետրից հետո։ Բացի եվրեյները 8000 տարի առաջ որտեղից են իմացել, որ դա ճիշտ է, ԴՆԹ-ն միշտ խոսում է, հասկանում եք։ Ու դրամաշ մի բաժակից որ երկու մարդը բռնում խմում են, էլի ԴՆԹ-ն անցնում է։ Եթե այդ մարդը անհաջող է, այդ նույն բաժակից խմում ես, կարող է քեզ վրա ազդել, կամ պաչիկը։ Անհաջող մարդը թույլ ես տալիս ինքը պաչ իրան դուք մնում է։ Իրան ԴՆԹ-ն սկսում է վարակել իրան ինֆորմացիայով մեր ԴՆԹ-ին։ Դրա համար եթե պաչում եք, հաջող մարդու պաչեք, կամ թող ինքը ձեզ պաչի։